Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, այսօր տեսակապով կզրուցեմ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հետ կապ հաստատելու համար։ Շնորհակալ եմ։ Խոսենք երեք Վաշինգտոնում կնքված հայտարարության մասին, Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համատեղ ստորագրեցին հայտարարություն, ըստ այդ հայտարարության TRIP զարգացման ընկերությունը պատասխանատու կլինի TRIP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել TRIP զարգացման ընկերության 74% մասնաբաժինը եւ պահպանել 26% մասնաբաժինը, ակնկալվում է, որ այս գործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49։ Տարբեր մեկնաբանություններ եղան, սակայն իշխանությունն ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ է անելու եւ շահագրգռված է լինելու այս առումով, որպեսզի խաղաղություն հաստատվի այստեղ եւ այս ամեն ինչը միայն տնտեսական հաջողություններ եւ անվտանգություն է Հայաստանին ապահովելու։ Ձեր դիտարկումները կնքված հայտարարության վերաբերյալ։ Այստեղ այդքան էլ դժվար չի տեսնել, թե ինչ է կատարվում։ Մի քիչ ավելի փափկացրած ձևով փորձում են նորից ներկայացնել այս պրոյեկտը, որը սահմանափակելու է Հայաստանի ինքնիշխանությունը, դարձնելու է մեզ գաղութ եւ վերահսկողությունը ընկնելու է Միացյալ Նահանգների ձեռքը, որից հետո դա կարող է ընկնել Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքը։ Ես մի քանի օրինակ բերեմ, հետո խոսենք մանրամասների մասին, այդ back office, front office այդ բառախաղերի մասին։ Մի քանի օրինակի նայենք։ 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգները նույն ձևով ուզում էին, սկզբից ֆրանսիացիները, հետո Միացյալ Նահանգները ուզում էին կառուցել Պանամայի կանալը։ Երբ նրանք առաջարկեցին Կոլումբիայի կառավարությանը այսպիսի մի պայմանագիր, որը շատ նման է այս պայմանագրին, որ այդ տարածքի վերահսկողությունը տրվի Միացյալ Նահանգներին։ Կոլումբիայի ղեկավարությունը հրաժարվեց, ասելով, որ սա սահմանափակում է Կոլումբիայի ինքնիշխանությունը, որից հետ, այսինքն Կոլումբիան 125 տարի առաջ հասկանում էր, որ սա սահմանափակում է իրենց ինքնիշխանությունը եւ չէր ուզում հրաժարվել իրենց սուվերենիտետից, որից հետո Միացյալ Նահանգները $100,000 չեկ տվեցին Պանամայի գործիչներից մեկին, որ նա ամբոստություն սկսի Կոլումբիայի դեմ անկախ պետություն դառնա եւ այս ձևով ստանան Պանամայի կանալը։ Եվ եթե հիշում եք, միայն 70-ական թվականներին վերջապես Պանաման հետ ստացավ իր վերահսկողությունը այդ կանալի, Միացյալ Նահանգները հետ տվեցին, այսինքն դա տևեց մոտ 75 տարի։ Մի ուրիշ շատ կարևոր օրինակ, ամենահայտնի օրինակներից մեկը դա Չինաստանն է, որը 19-րդ դարի կեսերին մենք խոսել ենք սրա մասին, օպիումի պատերազմների ժամանակ 10 գերտերություն Չինաստանից ստացավ մոտ 35 կոնցեսիա, այսինքն 35 վայրերում Չինաստանը զիջում էր վերահսկողությունը Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային, Ճապոնիային, Ռուսաստանին եւ ուրիշ երկրներին։ Այս դարը կոչվում է Չինաստանի պատմության մեջ ազգային նվաստացման դար, որովհետեւ Չինաստանին տասնյակ տարիներ պետք եղան, իբ Հոնկոնգի դեպքում 100 տարի պետք եղավ, որ հետ բերի այս տարածքները։ Շանխայն էր օրինակ այսպիսի տարածք, որտեղ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները իրենց վերահսկողությունը ունեին, Ֆրանսիան իր վերահսկողությունը, Ռուսաստանը ուներ իր տարածքները, Մակաուն, Հոնկոնգը, դրանք բոլորը այս զիջված տարածքներն են եւ կրկնում եմ երրորդ անգամ Չինաստանը սա համարում է ազգային նվաստացման դար։ Մի ուրիշ շատ հետաքրքիր օրինակ, խոսել ենք սրա մասին, դա Սուեզի կանալն է, որի կառուցումը սկսվեց Դելեսեպսը ֆրանսիացի։ Դելեսեպսը իմիջիայլոց տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել եւ Պանամայում եւ Եգիպտոսում, երբ որ սա կառուցվում էր։ Ստեղծվեց մի մասնավոր ընկերություն, դա նմանությունները նայեք մեր իրավիճակի։ Մասնավոր ընկերություն ստեղծվեց, որի վերահսկողությունը սկզբից Եգիպտոսը եւ Ֆրանսիան էին կիսում, դե մեծ մասը ֆրանսիացիներն էր։ Հետո Եգիպտոսը ակցիաների մի մասը վաճառեց Բրիտանիային, որից հետո դե Եգիպտոսը ընկավ արդեն Բրիտանիայի վերահսկողության տակ, Ֆրանսիան ստացավ Մարոկկոն եւ Արևմտյան Աֆրիկան, իսկ Բրիտանիան Արևելյան, այսինքն էլի գաղութացում, կիսեցին գաղութների։ Դրանից հետո ուրեմն ստեղծվեց այս ընկերությունը եւ Գամալ Աբդալ Նասրը, Եգիպտոսի նախագահը 1956 թվականին իր ճառում ասեց,
որ մենք պահանջում ենք, որ վերականգնվի մեր սուվերենությունը, մեր ինքնիշխանությունը։ Այսինքն Եգիպտոսի ղեկավարը քանի տարի 70 տարի առաջ հասկանում էր, որ սա սահմանափակում է իրենց ինքնիշխանությունը, բայց ամենակարևոր մեջբերումը, ես շատ կարճ ժամանակ ունեի, բայց գտա շատ եւ շատ կարևոր մեջբերում։ Ես ուզում եմ ձեզ կարդամ, որ մենք բոլորս շատ ուշադիր սա լսենք։ Երբ որ Եգիպտոսը պահանջեց, որ հետ վերցնի Սուեզի կանալը, 1956 թվականին Բրիտանիայի պարլամենտում դեբատներ էին, հա, մեր պարլամենտի պես չէ, բրիտանական ոճով բաներ կային, հարթ բաներ, վիճաբանություններ էին տեղի ունենում, դեբատներ էին տեղի ունենում Բրիտանիայի պարլամենտում եւ ելույթ էր ունենում վարչապետը, Բրիտանիայի վարչապետը Անտոնի Իդենը։ Եվ նայեք թե նա ինչ է ասում, սա շատ կարևոր է որ մենք ճիշտ հասկանանք։ Որոշ մարդիկ ասում են, որ Սուեզի կանալի ընկերությունը եգիպտական ընկերություն է։ Եվ երբ Նասերը ուզում է վերադարձնել նացիոնալիզացիայի ենթարկել այս կանալը, նա այդ իրավունքը ունի, քանի որ նա օգտագործում է իր ինքնիշխանության, սուվերենության իրավունքը։ Բայց դա այդպես չէ։ Սուեզյան կանալի ընկերությունը միշտ եղել է միջազգային ընկերություն, ունեցել է միջազգային բնույթ եւ ժամանակի ընթացքում սա բոլորի համար ակնհայտ է դարձել։ Երկար տարիներ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Եգիպտոսը իրավունք են ունեցել նշանակել ղեկավարներին այս ընկերության, նաեւ ուրիշ երկրներ, Միացյալ Նահանգներ, տեսեք արգումենտը, սա է մահացու վտանգը մեզ համար։ Այսինքն դուք խնդիր եք տեսնում, որ վարձակալության իրավունք է տրվում։ Սա է խնդիր ձեզ համար։ Սա հենց դրա մասին է խոսքը գնում։ Հենց դրա մասին։ Տեսեք Բրիտանիայի վարչապետի արգումենտը, փաստարկը։ Այս կանալը այլևս եգիպտական չի։ Այս կանալը արդեն պատկանում է միջազգային հանրությանը, որտեղ սա դարձել է միջազգային կանալ եւ այնտեղ ներկա են մի քանի պետություն, այսինքն դուք իրավունք չունեք սա հետ վերցնել։ Եվ դրանից հետո դուք հիշում եք, ասել եմ մի քանի անգամ սկսվեց պատերազմ, որը տևեց 9 օր։ Եվ միջազգային հանրության ճնշումը եթե չլիներ, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իսրայելը ուժով պահում էին այս կանալը։ Այսինքն եւ Կոլումբիայի օրինակը, եւ Եգիպտոսի օրինակը, եւ Չինաստանի օրինակը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում այս երկրի ղեկավարները տեսնում են սա որպես իրենց ինքնիշխանության զիջում, որպես իրենց երկրի գաղութացում։ Եվ եթե դուք նայեք, ես նոր նայում եի Օքսֆորդի, Կեմբրիջի, ես բրիտանական օրինակ աղբյուրներ եմ օգտագործում, որպեսզի ոչ ոք ոչ բան չասի։ Այնտեղ գրված է, որ կոնցեսիաները, երբ որ մի երկիրը արտապատվիրակում է մի ուրիշ երկրին վերահսկողությունը իր տարածքի, սա սուվերենության կոպիտ խախտում է, սա սահմանափակում է այս երկրի սուվերենությունը։ Ուրեմն եկեք սա հասկանանք, որ այլևս այդ բառը չօգտագործեն այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե սա ինչ է նշանակում։ Հիմա նայեք, իրենք ներկայացնում են, որ ոչ թե վարձակալության են տալիս այդ տարածքը, այլ կառուցապատման իրավունք է տրվում։ Եվ բացի այդ նշվում է փաստաթղթում, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Ինքնիշխան գործողությունների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի Հանրապետության սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում։ Այսինքն նրանք նշում են, որ նաեւ Հայաստանը վերահսկում, այսինքն այն մտավախությունները, որ Հայաստանը կարող է չվերահսկել, չկան։ Բայց ես նոր ասեցի, որ Եգիպտոսն էլ ուներ իր մասը ակցիաների, բայց Անգլիայի պրեմիեր-մինիստրը ասում է, սա այլևս Եգիպտոսինը չի, սա միջազգային կանալ է, ջրանցք է, որը արդեն ժամանակի ընթացքում դարել է միջազգային։ Նույն բանը ասում էր Չինաստանը եւ նույն բանը ասում էր Կոլումբիան։ Սա մեր ինքնիշխանության սահմանափակում է, սա Չինաստանի նվաստացման դարն է։ Այս բառերը կարելի է ցանկացած բառ կպցնել, դրանից չի փոխվում բնույթը։ Եթե երկիրը մի ուրիշ երկրին տալիս է վերահսկողություն կամ management, ղեկավարություն իր տարածքի ինչ որ մասի վրա, սա ինքնիշխանության զիջում է։ Եւ մի ուրիշ հարց։ Եւ ներողություն 74%-ը։ Ներողություն։ Եվ փաստացի 74%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է պատկանում։
Դե ինչի մասին է խոսքը։ Դե ինչի մասին է խոսքը։ Այսինքն մենք կարող ենք հավասարի այս դեպքում նստել եւ քննարկել, թե որ ընկերությունները կարող են լինել, որ ընկերությունները կարող են չլինել, ինչն է ընդունելի, ինչը ոչ։ Թեև երեք Հայկ Կոնջորյանը բացատրում էր, ասում էր, որ եթե մեր համար անվտանգային խնդիրներ առաջանան, մենք իրավունք ունենք վետո դնել որոշումների վրա։ Ինքը հա, բարերը դա շատ լավ բան է։ Կա իրականություն եւ կա գեղեցիկ բառեր։ Իրականությունը այն է, որ դուք զիջում եք ձեր տարածքը, այդ վերահսկողությունը տալիս եք մի ուրիշ պետությանը։ Եթե ինչ որ պետություն դες հետ այսպիսի պայմանագիր կնքում է, սա արդեն ձեր սուվերենության զիջում է։ Եվ սրանից հետո մեր դեմ կօգտագործվի նույն փաստարկը, որը օգտագործում է Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը 1956 թվականին, որ արդեն սա միջազգային տարածք է, արդեն սա օգտագործվել է միջազգային հանրության կողմից, փաստորեն ստեղծվել է նախադեպ, սա այլևս ձերը չի։ Այն նույն ձևով, ինչ որ դա ասել էր Անգլիայի ներկայացուցիչը, որը պատերազմով ուզում էր պահեր իր ներկայությունը այնտեղ։ Հիմա խոսելով բանի, ասում է անվտանգություն է ապահովելու։ Դա ստեղծվում է փոխկապված, ինչ որ փոխկախվածություն, ինչ որ բառեր են սովորել, իրանց արևմտյան օգնականներ իրենց հուշում են ինչա պետք ասել։ Հիմա տեսնենք սա ինչա նշանակում։ Փոխկապվածությունը դա նշանակում է, որ երկու կողմերն էլ իրարից կախված են, որ կա ինչ որ բալանս ուժերի, ինչ որ հավասարակշռություն եւ երկու կողմերը իրարից կախված են։ Օրինակ Բրիտանիա եւ Գերմանիայի միջև այո կա փոխկապվածություն կար եւ հիմա էլ կա, որը կանխում է որևէ պատերազմական գործողություններ, բայց երբ սա միակողմանի կախվածություն է, երբ մի կողմը ունի հսկայական առավելություն մյուսի վրա, սա ոչ թե ապահովում է խաղաղությունը, այլ սա ապահովում է պատերազմը, որովհետեւ սա ստեղծում է մի կողմի համար ճնշող առավելություն, որը նա օգտագործելու է ցանկացած ձևով իր դիրքերը ամրապնդելու համար։ Հիմա մի ուրիշ բան, որը ասվել էր, ես լսեցի ուղղակի, չգիտեմ, ծիծաղամ թե զարմանամ, որ նոր բան են, հնարք են գտել, քանի որ Ալիևին պետք է ցանկացած ձևով բավարարել, նա չի ուզում հայերին տեսնել այնտեղ, նոր հնարք, այսինքն լինելու է դիմացի օֆիսը, հա, որտեղ ադրբեջանցիները անցնելու են եւ ասենք փաստաթղթերը ցույց են տալու ամերիկացիներին եւ լինելու է հետևի սենյակը, որտեղ պահկվելու է հայ սահմանապահը, հա, որ Ալիևը չտեսնի իրեն։ Եթե սա է ուղղությունը, որով մենք գնում ենք, ես առաջարկում եմ հայ սահմանապահը մտնի սեղանի տակ, այնտեղ վարակույր քաշեն, գրեն այստեղ հայ չկա, որ Ալիևը չբարկանա։ Հետո ամերիկացին, որ այդ անձնագիրը վերցնում է, շեղի ուշադրությունը ադրբեջանցու եւ արագ ձևով ցույց տա մեր սահմանապահին սեղանի տակ։ Կամ օրինակ մեր սահմանապահը կարող է մտնի շկաֆի մեջ, եթե մենք թաքցնում ենք մեր սեփական սահմանապահին, կարելի է եւ շկաֆի մեջ, կարելի է գետնի տակ նա նստի։ Դուք հասկանում եք սա որտեղ է հասել։ Դուք կարծում եք, որ այդ ձևակերպումը վտանգավոր է, որը որ նշված էր այդտեղ։ Դուք որևէ ուրիշ պետություն գիտեք, որը այսպիսի կոնցեսիաներ է մեր դարում տրամադրում մի ուրիշ, ես չեմ խոսում 19-րդ դարի մասի, Աֆրիկայի մասի, մեր դարում կոնցեսիաներ է տալիս երրորդ պետություններին։ Ադրբեջանը սենց բան արել է, Վրաստանը սենց բան արել է, Ղազախստանը սենց բան արել է, Տաջիկստանը, բոլոր կենտրոնական Ասիա երկրները, որոնցով այդ խողովակները, տրանսպորտները անցնում են։ Որևէ ուրիշ երկիր այսպիսի բան, դուք որևէ ուրիշ երկիր գիտեք, որը իր սահմանապահին թաքցնում է հետևի սենյակում, որ Ալիևը իրան չտեսնի։ Դուք այսպիսի բան որևէ ուրիշ օրինակ ունեք սրա։ Մենք ինչի մասին ենք խոսում։ Ես չեմ հասկանում մենք ինչի մասին ենք խոսում։ Ես չեմ տեսել անգլերեն տեքստը, ես լսել եմ, որ լուծումը, որը առաջարկվում է, դա որպեսի Ալիևը չբարկանա, լինի դեմի սենյակը, հա, դեմի մասը, որտեղ աշխատեն ամերիկացիները եւ իրենց բաները, անձնագրերը նայեն եւ հետեւի սենյակում նստի փաստորեն պահկված հայ սահմանապահը, որին ադրբեջանցիները չտեսնեն, որ Ալիևը չբարկանա։ Ես դրա համար եմ ասում, եթե մենք սկսում ենք թաքցնել մեր սահմանապահներին, թող մտնի սեղանի տակ, այնտեղ վարակույր քաշեն, ասեն, ստեղ հայ չկա, կամ շկաֆի մեջ, տենց էլ է կարելի անել, որ չբարկանան մեր հարևանները։ Այսպիսի նվաստացում, այսպիսի ֆիասկո, ես երևի անգամ 18 թվականից հետո չէի պատկերացնում, որ մենք կհասնենք այս օրին։ Մենք փաստորեն դառնում ենք 21-րդ դարի մեր ժամանակվա միակ երևի կոլոնիան
Մեկն էլ երևի Գիբրալտարն է, որ Իսպանիան 300 տարի ուզում է հետ բերի, Բրիտանիայից չի կարողանում։ Մեծ կոնֆլիկտ է այնտեղ եւ որոշ ուրիշ կղզիներ եւ այլն, բայց դուք հասկանում եք մենք ինչի հետ ենք մեզ համեմատում, գաղութների հետ, Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի գաղութների հետ։ Հիմա խոսում է, որ սա մեծ շահույթներ է հետապնդում, քանի որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է Ամերիկայի Միացյալ Նահանգները անելու Հայաստանում եւ սա նաեւ անվտանգություն է ապահովելու Հայաստանին։ Ներդրումները անվտանգություն չեն ապահովում։ Միացյալ Նահանգները մեծ հսկայական ներդրումներ ուներ Իրաքում, օրինակ, եւ պատերազմից հետո ստիպված հետ քաշվել։ Ներդրումները իհարկե Միացյալ Նահանգները տնտեսապես կարող է պաշտպանել, տնտեսապես, բայց ռազմական օգնություն Հայաստանին իր սեփական դաշնակիցների դեմ, Թուրքիայի, Իսրայելի եւ արդեն Ադրբեջանի նա չի ձեռնարկի կամ այդ նույն ներդրումները Թուրքիան եւ Ադրբեջանը կպահեն իրենց համար։ Նրանք ասեն շատ լավ, դուք ձեր ներդրումներն եք պաշտպանում, մենք ձեզ երաշխավորում ենք, որ դուք կպահեք ձեր ներդրումները, այս անգամ արդեն թուրքական բանկերում կամ Ադրբեջանի բանկերում այդ նույն գումարը կմնա։ Նրանք այդ ներդրումները կպահպանեն, դա չի նշանակում, որ մեզ են պաշտպանելու։ Նշանակում է, որ իրենց փողն են պաշտպանելու։ Ես մի քիչ դժվար է, ես չեմ հասկանում այս մարդիկ ինչի մասին են խոսում, ով է իրանց սովորացնում այս բառեր ասել։ Չնայած ես գիտեմ սա ով է անում, այնտեղ մի ամբողջ ընկերություն է աշխատում արևմուտքից եւ այս մարդկանց սովորացնում է թե ինչ ասել։ Եթե մենք փողով վաճառում ենք մեղրին, եկեք միանգամից նայենք տարբեր շրջանները Հայաստանի, ինչքանով կարող ենք վաճառել։ Ես ասել եմ, գուցե Երևանն էլ բարձով տանք մի 80% տանք ամերիկացիներին, նրանք հետո տան ասենք ադրբեջանցիներին, մենակ մեզ փող կա։ Հետո հարցի պատասխանը կա թե չէ, Միացյալ Նահանգները իրավունք ունի այս ընկերության վերահսկողությունը վաճառել երրորդ կողմերին, որտեղ Ադրբեջանում ասում են, որ այո։ Այսպիսի բան լինելու է, կամ եթե սա լինի ամերիկյան ընկերություն, մենք գիտենք ով է ներդրումներ կատարելու, ասում են հնարավոր է որ վաճառի, բայց այս դեպքում պետք է քննարկի մեզ հետ։ Համատեղ որոշումներ պետք է կայացվեն։ Այսինքն էլի պատասխան չկա։ Ոչ, սա համատեղ որոշում չի, եթե մի կողմը ունի 74%, սա նշանակում է, որ ճնշող մեծամասնություն ունի ակցիաների եւ նա է որոշելու։ Եթե սա լիներ 51, Հայաստան 49, Միացյալ Նահանգներ, դա գուցե ավելի ընդունելի կլիներ։ Դա նշանակում է, որ մենք մեր վերջի խոսքը կարող ենք ասել, բայց եթե 74 եւ 26 է, 26%-ը 74-ին չի ասելու, թե ոնց է լինելու, հակառակն է լինելու։ Մասնավորապես Հայկ Կոնջորյանը երեք մեկնաբանում էր եւ ասում էր, որ ես չգիտեմ այդ անձին, չեմ ճանաչում։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն է, նա ասում է, որ կառուցապատման իրավունք տալը պետք է նայել բիզնես տրամաբանության մեջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում սկսում է մեգանախագիծ, լինելու են ճանապարհներ, թունելներ, երկաթգծեր, մալուխներ, գազամուղներ, նավթամուղ, որոնք տնտեսության զարգացման համար լավ են։ Մարդկանց կյանքը լավանալու է, Հայաստանի Հանրապետության համար բացառիկ հնարավորություն է խաղաղության թևակողելու համար։ Մի հարց ձեզ, Միացյալ Նահանգները, Բրիտանիան եւ Ֆրանսիան ներդրումներ ունեն Ադրբեջանում։ Գիտեք ինչ ծավալի։ Մենակ Բրիտանիան տասնյակ միլիարդավոր ֆունտ ստերլինգ է ներդրել Ադրբեջանում։ Ասում են մինչև 100 միլիարդ։ Բրիտանիան, Անգլիան եւ Ֆրանսիան ներդրումներ ունեն Ադրբեջանում։ Այո։ Ադրբեջանը ինչ որ տարածք զիջում է իրանց այդ ներդրումների փոխարեն։ Ոչ։ Իսկ մենք ինչու պետք է տարածք զիջենք։ Այսինքն առանց տարածք զիջելու Միացյալ Նահանգները չի ուզում ներդրումներ կատարել Հայաստանում, ուրեմն Միացյալ Նահանգները այստեղ տնտեսական շահեր չունեն։ Ուրեմն նրանց շահը հենց այդ տարածքն է։ Ուրեմն Միացյալ Նահանգների հետևը կանգնած են մի ուրիշ պետություններ, որոնք մեզ շատ հայտնի են, Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք լրիվ ուրիշ նպատակներ ունեն։ Երբ որ Իրանը իրենց տարածքով ճանապարհ է կառուցում Ադրբեջանի համար, Իրանից պահանջում են կոնցեսիա, Իրանից պահանջում են, որ նա զիջի կամ ինչ որ ուրիշ ընկերություն կառավարի սա։ Ես հրաժարվում եմ անգամ պատասխանել, սա անգամ հերո է։ Ուղղակի մի ամբողջ թիմ է աշխատում Արևմուտքից, Թուրքիայից, Անգլիայից, մի ամբողջ թիմ եւ մեր այս պրոպագանդիստները, որ անընդհատ իրենց սովորացնում են, թե ինչ ասեն մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը չտեսնի մեր աչքի առաջ հանձնեցին Ղարաբաղը, հանձնեցին Կիրանցը, հիմա էլ հանձնեցին Մեղրին, որը մենք տասնյակ տարիներ հետ չենք բերելու։ Հայաստանի ապաշրջափակման հարցը լուծվում է հիմա այս թրիփ նախագծով, թե մասնակի է լուծվում։
Իսկ Ադրբեջանը փոխադարձ ինչ որ պայմանագիր ստորագրել է, որ իր տարածքով թույլ է տալիս, որ մենք ազատ ձևով ստանանք, ասենք, մեր բեռները անցնեն իրենց տարածքով, այսպիսի բան կա։ Կարծես թե նշված չէր։ Ամեն Դե դեպքում այդ ուրեմն ինչի մասին մասին ենք մենք խոսում։ Իսկ հետո, եթե Ադրբեջանը անգամ դա ստորագրի, Ադրբեջանը թույլ կտա, որ իր տարածքում ամերիկացիները վերահասկեն ինչ որ ճանապարհ, այսպիսի բան կա։ Չէ, բայց ուրեմն ինչի մասին է խոսքը։ Հասկանում եք, եթե դուք մի ամբողջ ժողովրդի գլուխ եք լվանում ամեն օր, գոնե ինչ որ ավելի խելացի բան մտածեք։ Մենք կորցրեցինք այս տարածքը։ Մենք այս տարածքը կորցրեցինք։ Հոնկոնգը 100 տարի մնում էր Բրիտանիայի վերահսկողության տակ, նոր 100 տարի հետո Չինաստանը դա հետ բերեց։ Պանամայի կանալը մոտ 70-75 տարի, Սուեզի կանալը մոտ էլի 70 տարի, եւ այն էլ պատերազմով։ Եվ այդ բոլոր դեպքերում ոչ Անգլիան, ոչ Ֆրանսիան, ոչ Ամերիկան, ոչ ուրիշ երկրները մտադրություն չունեին ցեղասպանել, ոչնչացնել այս ժողովուրդները, բացարձակ։ Իսկ մեր դեպքում կա այսպիսի նախադեպ, եւ մենք ունենք պետություններ, որոնք ուզում են ձուլվել, եւ մենք իրենց խանգարում ենք։ Այդպիսի բան չկար Պանամայում, Եգիպտոսում կամ Չինաստանում։ Խոսենք նաև Իրանի արձագանքից, դուք ինչ մտահոգություններ ունեք այս առումով։ Հայաստանում Իրանի դեսպանն էր խոսել, իր մտահոգություններն էր հայտնել, ակնկալում է, որ կրկին հանդիպումներ կլինեն եւ սպառիչ պարզաբանումներ Հայաստանից իրենց կտրվեն, որ իսկապես այս տարածքը չի օգտագործվելու իրենց դեմ։ Ինչ երաշխավորիկ կարող ենք մենք տալ Իրանին, թե ինչ է լինելու, թե չի լինելու, երբ որ 74%-ը մեր ձեռում չի։ Եթե ես գամ ձեր, ասենք, տարածքի, ձեր տան կամ ձեր այգու կամ ձեր հողամասի 74%-ը գնեմ, դա դառնա իմ սեփականություն։ Դուք ինձ ոնց եք ասելու, թե ինչա լինելու այդ տարածքում, թե ձեր տանը ինչա լինելու, եթե ձեր տան 74%-ը իմ սեփականությունն է, դուք ոնց եք ինձ ասելու, թե ինչա լինելու։ Մենք ընդհանրապես որևէ խոսք չունենք, բառ չունենք ասելու այստեղ։ Իսկ Իրանի ռեակցիայի մասին մենք զգուշացնում ենք տարիներով։ Մի քանի տարի մենք զգուշացնում ենք, որ սա բերելու է։ Նախ ես ասում եի, որ Ադրբեջանը կօգտագործի հնարավորությունը Ղարաբաղը կհայաթափի, երբ որ լինի հարձակում Իրանի վրա, բանակցություններ կգնան եւ Իրանը կհամաձայնվի, այսպես ասած, փողզիջման կգնա եւ մենք էլի ինչպես միշտ հաշիվը փակելու ենք։ Մենք սրա մասին խոսացել ենք, կարծեմ 2 թե 3 տարի եւ մենք ասել ենք, ձեր մոտ ենք ասել, ուրիշ տեղեր ենք ասել, որ Իրան, եթե այնտեղ տեղակայվեն արևմտյան ուժեր, սա վտանգ է լինելու, դիտվելու է որպես վտանգ Իրանին։ Մենք մեծ ռիսկի առաջ ենք կանգնած։ Եթե Իրանը մնա որպես այն պետությունը, որ մենք այսօր ունենք, մենք մեծ վնաս հասցրեցինք մեր հարաբերություններին Իրանի հետ, մեծ վնաս։ Հետո մինչև հիմա ոչ ոք չի պատասխանում։ Իրանի սահմանը ոնց են անցնելու, եթե այնտեղ ամերիկացիները կանգնած են, ոնց են անցնելու իրանական բեռերը, մեր բեռերը, զենք թույլ են տալու, որ մենք բերենք։ Եթե Իսրայելի լոբի ղեկավարը զանգ տա համապատասխան տեղեր Վաշինգտոնում եւ ասի այլևս իրանական զենք թող չմտնի Հայաստան, մենք ինչ ենք անելու։ Եվ հետո մի ուրիշ շատ մեծ վտանգ կա, որ եթե այս բողոքները շարունակվեն եւ լինի այն հարձակումը, որը հիմա պատրաստվում է Իրանի վրա, Միացյալ Նահանգների կողմից եւ Իսրայելի կողմից, եթե լինի ապակայունացում Իրանի իրավիճակի, եթե լինի մասնատում, Աստված չտա, այն նույն ձևով, որը եղել էր Իրաքում եւ Սիրիայում։ Դուք հիշում եք, Իրաքի հյուսիսում քրդերը Միացյալ Նահանգների ԱՄՆ-ի ինտերվենցիայից հետո, պատերազմից հետո 2003 թվականին ստացան փաստորեն ինքնավարություն, բավականին բարձր ինքնավարություն, համարյա անկախություն Իրաքի հյուսիսում։ Եթե այսպիսի բան սկսվի Իրանում, սկսվի քաղաքացիական պատերազմ, դուք չեք կարծում, որ ադրբեջանցիները կպահանջեն ինչ-որ ինքնավարություն կամ անգամ անկախություն հյուսիսում։ Եվ այս դեպքում չեք կարծում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը երևի իրենց կաջակցեն։ Եվ եթե դա լինի, մենք արդեն հարավից էլ շրջապատված կլինենք։ Ես սրա մասին արդեն մի քանի օր կամ մի քանի շաբաթ, չգիտեմ, գրել եմ իմ Telegram կանալում։ Դուք չեք տեսնում, որ մենք արդեն 3 կողմից ենք շրջապատված լինելու։
Իդեպ մտահոգություն էր հնչում, թե ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգները այսքան արագ այս գործընթացը իրականացնում, որովհետև խոսում էր, որ պետք է ԱՄՆ նախագահի տեղակալը գա Հայաստան, բայց նա չեկավ եւ Արարատ Միրզոյանը գնաց եւ շատ արագ կնքվեց պայմանագիրը։ Նրանք ընդդիմադիրները կապում են այս ամեն ինչը այն համատեքստում, որ լարված իրավիճակ է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Իրան, դրա համար ԱՄՆ-ն փորձում է արագացրած տեմպերով այս հարցը լուծել։ Դուք իսկապես կարծում եք, որ կապ ուներ մեկը մյուսի հետ։ Մենք երկար ժամանակ ձեր մոտ ասել ենք, որ երբ որ պատրաստվի հարձակում Իրանի վրա կամ ինչ-որ ռազմական գործողություններ հնարավոր լինեն Իրանի դեմ, Ադրբեջանը եւ Թուրքիան օգտագործելու են դա Սյունիքի միջանցքը ստանալու համար եւ իրենց օգնելու է Իսրայելը եւ Իրանը թուլացնելը, Իրանը կտրելը Հայաստանից եւ Կովկասից դա համապատասխանում է իրենց նպատակներին, այսինքն եթե նրանք շուտով հարձակվելու են Իրանի վրա, Իրանի սահմանը Հայաստանի հետ փակել, այնտեղ տեղադրել, այնտեղ ունենալ ամերիկյան ներկայություն, գուցե նաև հետախուզություն, դա համապատասխանում է իրենց ռազմական նպատակներին, թուլացնել Իրանը, շրջապատել Իրանը, որ ավելի հեշտ լինի հարձակվել։ Եթե Հայաստանը համաձայնվի, իսկ մենք զրկվելու ենք մեր մի գործընկերոջից, որը պաշտպանել էր Հայաստանը մի քանի անգամ, երբ Ադրբեջանը ուզում էր ուժով բացել Սյունիքի միջանցքը, Իրանը դիմադրում էր, եւ մենք հիմա կորցնելու ենք այս մեր դաշնակցին փաստորեն։ Դե դաշնակից չէ, բայց գործընկեր է։ Եթե Հայաստանը համաձայնվի, հիմա հաշվի չի առնվելու Հայաստանի դիրքորոշումը։ Եթե Հայաստանը համաձայնվի ինչին, այս միջանցքին։ Չէ, եթե համաձայնվի, որ օգտագործվի այդ տարածքը Իրանի դեմ։ Եթե դա արվի, Հայաստանը, ես իմիջիալուց չեմ զարմանա, եթե դա արվի, որովհետև մենք բոլոր հնարավոր կատաստրոֆիկ սխալները արդեն կատարել ենք, երևի դա լինի մեր վերջի սխալը։ Դա նշանակում է, որ Իրանի ժողովուրդը, Իրանի հասարակությունը տասնյակ տարիներ հիշելու է սրա մասին։ Մենք կորցնելու ենք մեր գործընկերոջը մեր ռեգիոնում, մի երկիր, որը կրկնում է մեր կողքներ կանգնած, ըստ հենց իրենց դեսպանի հայտարարությանը, եւ մենք լիովին, բացարձակ լիովին պետք է ենթարկվենք արդեն Ադրբեջանին եւ Թուրքիային եւ որևէ մեկը մեզ օգնություն ցուցադրել չի կարող եւ Իրանի տարածքը անգամ օգտագործել ինչ-որ ռազմատեխնիկական միջոցներ ստանալու համար մենք այլևս չենք կարողանա։ Խոսենք նաև գերիների մասին, 4 գերի Ադրբեջանից վերադարձավ Հայաստան այստեղից 2 սիրիացի վարձկանների հանձնեց։ Ամեն դեպքում այս փոխանակումը որտեղի ունեցավ, կարող ենք հույս ունենալ, որ շարունակական կլինի եւ մյուս գերիներն էլ կվերադառնան։ Հույս կարող ենք ունենալ, դա լավ բան է, շատ լավ բան է, դա պետք է անել ոչ թե ընտրություններից առաջ, որպեսզի սա օգտագործել ընտրությունների նպատակներով, այլ դա պետք է անել երևի տարիներ առաջ, այս մարդիկ քանի տարի էին սպասում։ Դա պետք է անել այն ժամանակ, երբ կնքվում էր խաղաղության պայմանագիրը, ինչպես դա արեցին Գազայի արաբները եւ Իսրայելը։ Այդպես պետք է արվեր, բայց իհարկե դա ողջունելի է, որ այս մարդիկ վերջապես իրենց տանջանքը կավարտվի։ Շատ ափսոս, որ դա ավելի շուտ չարվեց։ Իսկ ինչու Ադրբեջանը որոշեց, որ պետք է նրանց վերադարձնի, կարծում եք ճնշումներ է եղել իսկապես Ադրբեջանի վրա, հաշվի առնելով, որ Արարատ Միրզոյանը խոսել էր Մարկո Ռուբիոյի հետ գերիների մասով։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշումներ եղել է նրանց վրա։ Հնարավոր է, ես չեմ կարող ասել, հնարավոր է։ Ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել այնտեղ, բայց հետաքրքիր է, որ սա կատարվում է նախընտրական արշավի ժամանակ։ Այսինքն սա չի արվել մի տարի առաջ, 2 տարի առաջ։ Եվ դուք հիշում եք, երբ Տրամպը ուզում էր դրա մասին խոսել, այս անձը ասեց դրա մասին պետք չի խոսել եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ որ պայմանավորվածություն գուցե արդեն կային, պայմանավորվածություններ, բայց հետաքրքիր է, որ ըստ այդ պայմանավորվածությունների այս մարդիկ ազատվում են ընտրությունների մի քանի ամիս առաջ, որպեսզի սա օգտագործել ընտրական արշավի ժամանակ։ Ընտրություններից խոսեցիք, կարճ նաև անդրադառնանք ներքաղաքական կյանքին, ինչ ընթացք է այսօր Հայաստանի ներսում, դուք վերլուծելով ինչ եք տեսնում, արդյոք պայքարը թեժ է ընտրություններից առաջ եւ առհասարակ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ինչ հանգուցալուծում կստանա։ Դուք ինձանից լավ կիմանաք, ես այդքան էլ մոտիկից չեմ հետևում այսպես կոչված քաղաքական կյանքին, ես չգիտեմ մենք ունենք հիմա քաղաքական կյանք թե ոչ, ես
շատ անգամ խոսել եմ նրա մասին, որ ընդդիմությունը պետք է փոխի իր ռազմավարությունը կամ մեզ տանելու են մեկ անգամ եւս դեպի պարտություն եւ այս մարդը մնալու է, դա լինելու Հայաստանի վերջը, որ ընդդիմությունը պետք է աշխատի գյուղերի հետ, ռայոնների հետ, պետք է գնա խոսի մարդկանց հետ, ակտիվորեն խոսի, իր դիրքորոշումը բացատրի եւ սիստեմատիկ ձևով աշխատի այդ բոլոր մարդկանց հետ, բոլոր ընտրազանգվածների հետ, որովհետեւ այս խումբը ունի արևմուտքից մի ամբողջ բանակ խորհրդատուների, միլիոնավոր եվրոներ, միլիոնավոր դոլարներ, նրանց սովորացնում են, թե ինչպես է պետք մարդկանց գլուխը լվալ։ Նրանք ունեն այս հսկայական բանակը, իսկ ընդդիմությունը ինչպես է դրա դեմը առնելու։ Պետք է աշխատել գյուղերում, պետք է աշխատել ռայոններում, խոսել մարդկանց հետ։ Դրա փոխարեն ցավոք սրտի նրանք բավականին пассив են, իմ կարծիքով, եւ այս զրույցները անընդհատ ես զրույցներ եմ տեսնում ինտերնետում, YouTube-ում, այս զրույցներին պետք է վերջ տալ եւ անցնել գործի։ Ես մի հույս ունեմ, որ Սամվել Կարապետյանի շուրջ կարող են որոշ ուժեր համախմբվել, որոշ ուժեր, ոչ բոլորը։ Եվ կարծում եմ, որ նա լուրջ տեխնացու է, այնտեղ լուրջ հնարավորություն կա եւ կարծում եմ, որ այդ մարդը կարող է պատահել, կարող է, եթե իհարկե իրեն չարքել են մասնակցի ընտրություններին կամ չփակեն իր կուսակցությունը, ինչպես դա Մոլդավիայում արվեց, հնարավոր է, որ նա լինի մեր փրկությունը այս չարիքից։ Իսկ եկեղեցու շուրջ իրավիճակը ինչ հանգուցալուծում կունենա, դուք եք կապում այս ամեն ընտրությունների հետ, թե ավելի մեծ ծրագիր է, թե դուք խոսել եք, որ ավելի շահագրգիռ կողմեր կան այս հարցում, ամեն դեպքում ինչ հանգուցալուծում կունենա։ Ես չգիտեմ ինչ է լինելու, բայց ակնհայտ է, որ այս անձը չի կանգնում, իր այս սատանայական երթերը շարունակվում են, որ նա պահանջելու է կաթողիկոսի հրաժարականը, ճնշումները շարունակվում են, բայց նա տեսավ, որ ժողովուրդը դիմադրում է։ Սա մի բան է, որ ժողովուրդը առայժմ պատրաստ չէ հանձնել։ Կարծում եք դիմադրում է ժողովուրդը։ Իմ կարծիքով մարդկանց, եթե նայենք մարդկանց կարծիքը, եթե նայենք հարցումներին, որքանով ես եմ հասկանում, մարդկանց մեծամասնությունը չի ընդունում այս սատանայական արշավը։ Եվ իմ կարծիքով սա իրեն մեծ վնաս հասցրեց արած գործողությունը։ Նա գտավ մի 15, չգիտեմ քանի հոգի են արդեն, 15 թե 20 հոգի, որոնք համաձայնվեցին դավաճանել կաթողիկոսին եւ մեր։ Քահանաները 20-ից ավել 30 մոտ եւ նաեւ 11 հոգի բարձրաստիճան հոգեվորականներ։ Դե շատ ցավալի, ես չգիտեմ ինչ ձևով է այս մարդկանց ստիպել, որ կամ չստիպել, որ նրանք միանան այս շարժմանը, շատ հնարավոր է, որ օգտագործել է իր ավանդական մեթոդները, կոմպրոմանտները եւ շանտաժը։ Սա իր մասնագիտությունն է եւ ես իր հետ չեմ կարող վիճել, սա իր ամբողջ կյանքի աշխատանքային պատմությունն է, փաստորեն, շանտաժ եւ կոմպրոմանտ։ Բայց կհաջողվի պարակտել եկեղեցին, կարծում եք, այսինքն ներսից հենց գործողություններ իրականացվի, հոգեվորականները միանան մեծ թվով։ Առայժմ նա շարունակում է սա, այսինքն առայժմ սա հաջողվում է, բայց ամեն ինչը կախված է նախ մեր ժողովրդի ռեակցիայից, թե ինչպես մեր ժողովուրդը կարձագանքի սրան, համ էլ մեր եկեղեցու ղեկավարության գործողություններից։ Նրանք բավականին խաղաղ են իրենց պահում, երևի իրենց պատճառներ ունեն, որոնք ես չգիտեմ։ Բայց ամեն դեպքում ՓՊ-ն է շատ ակտիվ մասնակցում, Փաշինյանի թիմը իր հետ է եւ առանձնապես իրենք չեն մտահոգվում, որ մարդիկ չկան, ասում են դա քաղաքական երթ չէր, որ բոլորը գային, մենք մեր թիմով իրականացնում ենք այդ երթը առհասարակ պատարակների գնալը։ Դե գուցե իրենց պատճառները ունեն, նրանք չեն ուզում ենթարկվել սադրանքի, պատասխանել սադրանքի, գուցե նրանք համարում են, որ դա է ճիշտը։ Ամենակարևորը այն է, որ մեր հասարակությունը իր դիրքորոշումը արտահայտի, որ մեկ անգամ եւս ասվի, որ սա անընդունելի է, որ մեր երկրի ներսում ստեղծվում է մի ուրիշ եկեղեցի, մի ուրիշ աղանդ, քաղաքական ինչ որ այսպես ասած քաղաքական գործչի կողմից, նախկին լրագրողի կողմից, որ իր սեփական եկեղեցին է հիմնում եւ պարակտում է ստեղծում մեր եկեղեցում, միայն նրա համար, որ մեր եկեղեցին ասեց Ղարաբաղում մեր հուշարձանները մի ջարդեք, մի ոչնչացրեք եւ ղարաբաղցիները իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ։ Միայն դրա համար նա փաստորեն կատարում է Ալիևի հրահանգը։ Սա է իրական մեծ վտանգը, որ մենք արդեն ունենք մի դեսպանատուն Հայաստանում, որը կատարում է Ալիևի հրահանգները, այսինքն վաղը Ալիևը կարող է հրամայել ինձ ու ձեզ ձերբակալել կամ փակել
ձեր լրատվամիջոցը կամ փակել մի ուրիշ ընդդիմախոսի լրատվամիջոցը կամ անել այն խայտարակությունը, որը հիմա կատարվում է Վազգենի եւ Նարեկի հետ։ Ես իմ աջակցությունը նորից ուզում եմ հայտնել Նարեկին եւ կոչ անել, որ նա շարունակի այս գործողությունը, որտեղ սա ծայրահեղ վտանգավոր է առողջության համար, բայց տեսեք թե ինչ են հասցրել մեր ընկերներին եւ ամբողջ Եվրոպան, ամբողջ քաղաքակիրթ արևմուտքը հանգիստ նայում է այս terrorին, բայց մենք ինչու ենք զարմանում չգիտեմ, քանի որ մենք ունենք Միացյալ Նահանգների նախագահ, որը ասում է, որ չկա միջազգային իրավունք, որը ասում է, որ վաղը Գրենլանդիան պետքա իմը լինի կամ լավով կտա կամ Ամեն ինչ որոշվում է, ասում է, ուժեղությամբ եւ հարաբերություններով։ Միջազգային իրավունք այլևս չի գործում։ Այո, բոլորն են ասել, Ռուբիոն էլ ասել, Ջեյ Դի Վենսն էլ ասել, բոլորը։ Մենք ունենք դեմոկրատական Ամերիկայի իմ ամենասիրած երկրներից մեկի, դեմոկրատական աշխարհի փարոս բաստիոն, միջազգային իրավունքի բաստիոն, որը դատապարտում է ուրիշ երկրներին, երբ որ նրանք խախտում են միջազգային իրավունքը, հիմա նրանք բացեբաց ասում են, չկա միջազգային իրավունք, կա ջունգլի իրավունք, մեզ պետք է Վենեսուելայի նավթը մենք սա կվերցնենք ուժով, մեզ պետք է Գրենլանդիան, մենք Գրենլանդիան էլ կվերցնենք, էլ ինչ է ասել։ Հա, ասել է, որ պետք լինի Մեքսիկոյում էլ թող մտածեն հետևանքների մասին, Կոլումբիայում, Կուբայում, Իրանում։ Սա ստեղծում է մի վիճակ աշխարհում, որը նման է 1930-ական թվականներին, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, որովհետև ուրիշ երկրները կարող են նույն ձևով վարվել իրենց հպատակ, այսպես ասած, ռեգիոններում, օրինակ Չինաստանը հիմա կարող է լուրջ մտածել, արդյոք պետք չէ Թայվանի հարցը լուծել նույն ձևով, ոնց որ լուծվեց Վենեսուելայի հարցը։ Սա շատ եւ շատ վտանգավոր է։ Շնորհակալ եմ շատ մեծ հետ կապ հաստատելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։